Եթե ունենք կասկած վնասվածքի, նյարդի վնասվածքի, ռեալ ժամանակում կարողանում ենք գնահատենք նյարդը շարժման ժամանակ, տեսնել ինքը պատրվածքը նյարդի լիովին է, լիաշերտ է, թե չէ, եւ կան դեպքեր, որ նյարդը վնասվում է, բայց պատրվածք տեղի չի ունեցել, նյարդը հայտուցվում է, այսինքն իր բորբոքում է տեղի ունենում։ Այդ դեպքում պետք չի դիմել վիրահատական միջամտության, պետք է ուղղակի բուժում ստանա պացիենտը կամ ֆիզիոթերապիա անցնի։ Եվ որ հարցին է պատասխանում սոնոգրաֆիան, թե կան գոյացություն նյարդի, որ էլի գանգատներ են առաջացնում մռմռոց, ծակոց, թմրածություն, որը կարա ճառագայթող բնույթի լինի։ Շատ դեպքերում ձիվ դիագնոստիկայի ժամանակ ենք օգտագործում, երբ օրինակ կատարվել է MRT հետազոտություն գոտկային հատվածի, պացիենտը նշում է ցավ ստորին վերջույթի, որը ճառագայթող է, եւ MRT-ից հետո լուրջ ճողվածք մեծ չափերի չի հայտնաբերվել, որը կարող է այդ գանգատներին բերեն։ Ինչ է կատարվում։ Հետազոտում ենք անոթները, պարզում ենք, որ ըստ դուպլեքսի չունենք ոչ մի հոսքի խանգարում, չունենք խնդիրներ անոթային բնույթի, բայց կան խնդիրներ, որ առաջացնում են ոչ թե նյարդի բորբոքում, այլ կոմպրեսիա, այսինքն նյարդը սեղմվում է ինչ-որ մի մակարդակում, որ մակարդակում սոնոգրաֆիայի օգնությամբ ենք այդ հայտնաբերում։ Նույն այդ օրինակի վրա կարա լինի տանձաձև մկանի բորբոքում, որը սեղմում է նյարդին եւ առաջացնում է այդ նույն գանգատները։